Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող, շատ սիրելիներս, ես ձեզ անկեղծ իսկապես շատ եմ կարոտել, միայն 3 եմ բացակայել եթերից, բայց անչափ հասցրել եմ ձեզ կարոտել։ Ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ մեզ հետ եք առաջին ծրագրի հետ եւ միասին հիմա պետք է պատրաստենք շատ համեղ ուտեստ։ Այս համեղությունը կարծում եմ բոլորիս է դուր գալիս եւ մեզ պարբերաբար պետք է այսպես երես տանք, ինչու ոչ։ Հատկապես հիմա երեխաները դպրոց չեն հաճախում, տանն են, միշտ մտածում ենք, բա ինչ պատրաստենք, որ երեխաներին էլ դուր գա։ Եվ կարծում եմ այս տարբերակը երեխաների ամենասիրելի տարբերակներից մեկն է։ Պիցցա կպատրաստենք այսօր, պիցցայի համար մեզ պետք է լինելու շատ քիչ բաղադրիչներ։ Այնպիսի բաղադրիչներ, որ հաստատ տանը կլինի, միգուցե միայն սունկը չունենանք պատրաստի ձեռքի տակ, դա էլ կարելի է ընթացիկ ձեռք բերել կամ փոխարինել որևիցե այլ մթերքով։ Ահա, ես այստեղ ունեմ սունկ, ինձ մոտ մարինացված տարբերակն է, ունեմ կարմիր պղպեղ, կանաչ պղպեղ, 1 լոլիկ ունենք, բնականաբար ունենք շատ պանիր։ Այս ամենը համեմելու ենք համեմունքներով, չորացրած կանաչիներով եւ իհարկե տեղափոխելու ենք ջեռոց։ Սիրելիներս, այստեղ ունեմ նաեւ խմոր, խմորը արդեն պատրաստի վիճակում է եւ ես պետք է այն պարզապես բացեմ, հունցենք, բացենք եւ իհարկե տեղափոխենք ջեռոց այս համեղ մթերքներով։ Անցնենք առաջ, սկսենք մեր գործողությունները, ինչ պետք է անենք առաջին հերթին։ Այսպես, սիրելիներս, պատրաստեք նախաճաշ թեկուզ 1 կտոր հաց ու պանիր եւ մեզ հետ մնացեք այս ընթացքում, որպեսզի ունենաք եւ բարձր տրամադրություն եւ առողջ օրգանիզմ։ Մենք քիչ առաջ խոսեցինք տարբեր մեթոդների, միջոցների մասին, որ կարելի է այդ միջոցով օրգանիզմը թարմ, առողջ եւ էներգիալի պահել, բայց նախաճաշը չբացառենք, պարտադիր պայման է հավկիթ, 1 հավկիթ խաշեք լոլիկով, հաց ու պանիրով, չգիտեմ, կանաչի կա ձեռքի տակ, կանաչիով կամ թթվասեր, մեղր, կատնաշոր, ինչ որ ձեռքի տակ կա, հաստատ այդ մթերքներով ձեր օրգանիզմը ուրեմն սնեք։ Սա շատ կարևոր է, սիրելիներս։ Մենք մի փոքր միգուցե այսպես անընդհատ կրկնելով, ասելով կամ այսպես թեթևակի մատների արանքով ենք նայում այս ամենին, բայց հավատացնում եմ շատ կարևոր է։ Դե անցնենք առաջ, այս պահին ինչ պետք է անենք։ Ես մարինացված սունկը ուրեմն քամեմ։ Ահա։ Այսպես, խմորը թողնենք մի կողմի վրա առայժմ, հիմա պետք է կտրատենք մեր սունկը, երևի թե այսպես անեմ, որ ավելի տեսանելի լինի ամեն ինչ, ահա, ինձ ընդամենը պետք է մի լավ դանակ, չնայած իմ բոլոր դանակները շատ լավն են, ահա, 4 մասի կբաժանեմ սիրելիներս, փոքրիկ սնկեր են, որոնք մեծ են, իհարկե մի փոքր ավելի շատ կկտրատենք, որոնք փոքրիկ են, 2 մասի կբաժանենք, եթե դուք թարմ սունկ ձեռք բերեք, բնականաբար շատ ավելի այսպես հետաքրքիր կստացվի, կարող եք եւ տապակել այն, հետո օգտագործել, կարող եք թարմ վիճակում օգտագործել, ես արդեն ունեմ համեմված տարբերակ, որը շատ համեղ է իմիջիայլոց, եթե այնպես կստացվի, որ աչքի տակով կընկնի այս համեղ մարինացված սունկը, Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի, պահածոների գործարանի, ուրեմն այս մարինացված սունկը, ապա փորձեք, վստահեցնում եմ, որ շատ համեղ է։ Ահա։ Այսպես սունկը թռավ իմ ձեռքից։ Այս բոլորը սիրելիներս, այս խճողակը, որ պատրաստելու ենք, սովորաբար պիցցան բնականաբար պատրաստում ենք հերթով, այսպես շարելով բոլոր բաղադրիչները, բայց ես այսօր պետք է միախառնեմ բոլորը իրար հետ, հետո ավելացնեմ խմորի վրա։
Իմիջիայլոց կարող ենք նույն պիցայի տարբերակը կարկանդակի տեսքով նաև պատրաստել, այսինքն խմորի վրա ավելացնելուց հետո օրինակ ամբողջովին ծածկել որևիցե ձևով կամ կլոր տարբերակով կամ քառակուսի տարբերակով կամ ուղղանկյուն տարբերակով եւ ապա այդպես մատուցել։ Դա արդեն նախասիրության հարց է, ինչպես որ կցանկանաք, բայց ես այսօր առաջարկելու եմ հենց պիցայի տարբերակը, մեր ջեռոցի տապակի վրա ամբողջությամբ խմորը կծածկենք եւ ապա կավելացնենք մեր բաղադրիչները։ Սիրելիներս, միջ ես այս գործողությունները կանեմ, մեզ մոտ այս պահին կլինի դադար, հետո կմիանանք ու կշարունակենք, դուք մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, բարի առավոտ եմ մաղթում, լավ տրամադրություն եմ մաղթում եւ իհարկե ուզում եմ, որ դուք այսօր շատ լավ, այսպես հագեցնող սնունդ պատրաստեք եւ վայելեք, մեզ հետ միասին վայելեք։ Ես այսօր առաջարկում եմ պիցայի տարբերակ, սիրելիներս։ Խմորը բնականաբար պետք է բացենք, պատրաստենք, դնենք մեր թավայի մեջ եւ խմորի համար պետք է բնականաբար միջուկ, խճողակ, որը այս պահին արդեն համարյա թե պատրաստ է։ Այստեղ ունեմ կարմիր եւ կանաչ պղպեղներ, ունենք սունկ, այստեղ ավելացնելու եմ արդեն քերիչով անցկացված պանիր։ Եթե սովորաբար, ինչպես ասացի, պիցան մենք դասավորում ենք շարքով, հերթականությամբ բոլոր մթերքները, այս պարագայում առաջարկում եմ խճողակ պատրաստել։ Մի ամբողջական խառնուրդ, որը կլցնենք խմորի վրա, այսպես, այստեղ ավելացնելու ենք սիրելիներս համեմունքներ, ինչպես ասացի, ավելացնելու ենք չոր կանաչիներ, ունենք ծիտրոն, մի փոքր ծիտրոն, շատ հետաքրքիր բույր և համ կտա, կարող եք փորձել և վստահ եմ դուք էլ շատ կհավանեք։ Ահա սիրելիներս, այստեղ ունեմ չորացրած օրեգանո եւս ավելացնենք։ Եվ կարծում եմ ամենավերջում, երբ պանիրը լցնենք ու տեղափոխելու լինենք ջեռոց, այդ պահին էլ մի փոքր ես ամբողջությամբ օրեգանո կամ ուրց կցանեմ մեր պանրի վրա։ Մի քիչ աղ, սիրելիներս, շատ չեմ չարաշահի աղը, մի փոքր աղ կանենք։ Կարմիր եւ սև պղպեղ կանենք իհարկե, ահա սև պղպեղ, պապրիկա, այսինքն քաղցր կարմիր պղպեղ, ցանկության դեպքում կարող եք նաեւ կծու ավելացնել։ Այստեղ մի փոքր սիրելիներս կարող եմ ավելացնել խմելի սունելի, որը հետաքրքիր համ կտա։ Ահա, այսքանը, առայժմ այսքանը, խառնենք եւ սիրելիներս ավելացնենք այստեղ հավկիթ։ Չգիտեմ, երբևէ փորձել եք այսպիսի տարբերակ թե ոչ, բայց խորհուրդ կտամ այս տարբերակն էլ կիրառել, հետաքրքիր է լինելու։ Սովորաբար ես գիտեմ շատ մարդիկ խմորը բացելուց հետո խմորի վրա տրորում են հավկիթ։ Այս պարագայում մենք այս հավկիթը կավելացնենք հենց խճողակի մեջ։ Ես այստեղ կօգտագործեմ 3 հավկիթ։ Լավ խառնենք։ Իրականում շատ բաղադրիչներ պետք չեն սիրելիներս, շատ պարզ, շատ հասանելի, շատ ինչու ոչ մատչելի տարբերակ է այս տարբերակը եւ կարեւորը գիտեք ինչն է, որ շատ արագ է պատրաստվում։ Մի քանի բան կտրատեցի, լցրեցի իրար վրա, մի քանի հավկիթ ավելացրեցի ու ահա պատրաստ է խճողակը։ Խմորն էլ դե ամենապարզ հասարակ խմորն էլ կարող եք պատրաստել ալյուր, աղջուր կամ եթե ժամանակ ունեք արդեն խմորիչով խմոր պատրաստեք։ Այսպես պատրաստ է մեր խճողակը, սիրելիներս։
Այստեղ բազում համեմունքներ կա, կանաչ կարմիր պղպեղ, պանիր եւ սունկ։ Ահա, լոլիկը կթողնենք ամենավերջում, կարելի է հիմա պարզապես այն շերտատել, որպեսզի գեղեցիկ շարենք մեր այս խճողակի վրա եւ իհարկե ինչպես ասացի վերջում պանիր ու մի փոքր էլ օրեգանո։ Ահա փորձեմ ես նաեւ մեր լոլիկը շերտերի բաժանել, պոչիկը հեռացնենք ու կտրատենք կլոր շերտերով։ Ես այստեղ ունեմ լոլիկի համար նախատեսված դանակ, ահա այս ձևը, մոդելը հենց լոլիկի համար է նախատեսված։ Ահա սիրելիներս, մինչ ես շերտատեմ մեր լոլիկը եւ պանիրը քերիչով անցկացնեմ, սիրելիներս, մենք դադար կունենանք այս պահին, հետո կմիանանք, դուք չեք փոխում ալիքը, կմիանանք ու կշարունակենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ, թե որ փուլում ենք մենք գտնվում։ Ահա այս պահին ես առիթից օգտվեցի, ճիշտն ասած, հասցրեցի նաեւ խմորը բացել եւ տեղադրել թավայի մեջ։ Հիմա մի քանի գործողություն ունենք ու այնուհետեւ կտեղափոխենք այս համեղ պիցցան ջեռոց։ Հիմա ինչ պետք է անենք, սիրելիներս։ Այստեղ ունեմ տոմատի մածուկ եւ իհարկե պղպեղի մածուկ եւս ունենք։ Մի գթալ կավելացնեմ մեր տոմատի մածուկի վրա։ Կխառնենք այն։ Այսպես։ Շատ աննշան ես բուսայուղ եւս կավելացնեմ այստեղ։ Ահա, եւ իհարկե սիրելիներս ուզում եմ մի փոքր անկեղծ ասած այստեղ չաման ավելացնել։ Ահա։ Խառնենք։ Տրորենք մեր խմորի վրա։ Փորձեմ ինչ-որ գթալով տարածել այն, վրձին էլ ունենք, բայց փորձեմ ավելի հեշտ կլինի այս ուրեմն գթալով, սիլիկոնե գթալով տարածել այն, այսպես։ Կարծում եմ լավ է, հիմա պետք է սիրելիներս պատարագաղով ծակծկենք մեր խմորը, որպեսզի խմորն էլ եփվի ճիշտ ժամանակին իր գործը, իր process-ը կատարի եւ եփվի, որպեսզի վերջում մենք ունենանք պատրաստի վիճակը։ Ողջույն Սոնա, ողջույն սիրելիս։ Բարի ողջույն, ինչպես դու ես սիրում ասել, եւ այսօրվա թողարկման մեջ նկատեցինք տարբեր խոհանոցներ, մեր շատ ելի գործընկեր Արթուրը իր համար էր իր գլխի ճարը տեսել, Սուրենը հյուզում էր իր գլխի ճարը տեսել եւ էլի պիցայի տարբերակ էր նախընտրել։ Մենք էլ այստեղ տաղավարում իհարկե ավելի տնական, ավելի այսպես ջերմ պատրաստված, որովհետեւ մեր շատ ելի Ադրինեն մշտապես շատ սեր ու ջերմություն է դնում ուտեստի մեջ։ Փորձելու ենք մեր պիցայի տարբերակը։ Հիմա պետք է ավելացնենք։ Այո, հիմա պետք է ծակծկենք։ Ես կխնդրեմ դու մեկ պատարագաղ ինձ փոխանցես։ Սիրով։ Մենք ծակծկենք խմորը, որպեսզի օդ անցնի եւ խմորը եւս լավ եփվի։ Սա էլ է շատ կարեւոր պայման։ Ահա, շնորհակալ եմ։ Այսպես փորձենք անցքեր բացել։ Վերջ, կարծում եմ, եւ հերոստատողին եւս մեկ անգամ կրկնենք, թե ինչ ունենք այստեղ։ Ես ունեմ կարմիր կանաչ պղպեղ, սունկ մարինացված վիճակում եւ բավականին շատ պանիր ենք քերիչով անցկացրել, բազմապիսի համեմունքներ ենք ավելացրել, նշեմ, որ չորացրած ցիտրոն եւ օրեգանո ունենք այստեղ եւս եւ իհարկե հավկիթ, 3 հավկիթ եմ ավելացրել եւ հիմա այս ամբողջական համեղ խճողակը կլցնենք խմորի վրա ու կտարածենք։ Իսկ նշեմ, որ պանիրը առաջարկել է մեր մշտապես լավագույն գործընկերը, ով այս գծով մեզ մշտապես օգնում է, Էլոլա ապրանքանիշը, որը ներկայացնում է անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի, որոնցից նորույթը իհարկե սուլուգունի եւ բաստուրմա միքսն է, կարող եք ձեռք բերել, վայելել,
դա հրաշալի համադրություն է, ովքեր սիրում են սոլոգունի պանիր եւ առանձին սիրում են բաստուրմա, միքսը շատ ավելի համեղ է ստացվել եւ տոնական առիթների սեղանին կարող է լավագույն ընկեր լինել եւ այսպես առօրյայում կարող եք ձեռք բերել եւ վայելել։ Այո, շատ համեղ է, նույնիսկ սիրելիներս, եթե կարողանաք հասցնեք ձեռք բերել սուլուգունի բաստուրմա այդ միքսը, հենց այս պիցայի վրա կարող եք նաև կտորիկներով ավելացնել, ինչը շատ առավել համեղ կդարձնի մեր պիցան եւ իհարկե գեղեցիկ։ Նա նաև տեսքով է գեղեցիկ, բացի այն, որ շատ համեղ է, նաև կտրատելուց հետո տեսնում ես որքան գեղեցիկ համադրություն է։ Այսպես։ Ահա, սա էլ է պատրաստ, ես հիմա ավելացնեմ մյուս չափաբաժինը պանրի։ Խնդրեմ, շնորհակալ եմ սիրելիս, ապրես։ Եվ իհարկե չենք մոռանում, որ պիցայի հետ լավագույն համադրությունը իհարկե Ադրինեն Կասի Ջևանի գինու գործարանի տնական համով պատրաստված հյութերն են, բայց ես կառանձնացնեմ գինին իհարկե, որովհետև առավոտյան եւս անմահական գինիների տեսականից կարող ենք առանձնացնել օրինակ փրփրուն բրիզ գինին, որը շատ համեղ է եւ շատ առավոտվա համար է եւ իհարկե պահածոների լայն տեսականի, հյութերի լայն տեսականի, որոնք առաջարկում է այս գինու գործարանը եւ սա ընդամենը մի մասն է, մի փոքրիկ մասը, որը կարողանում ենք նշել, որովհետեւ շատ մեծ է արտադրանքը, շատ սիրելի է եւ վաղուց գրավել է թե հայկական շուկան եւ թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նախընտրելի բրենդ է Իջևանի գինու գործարանը։ Այո, եւ այս համեղ պիցայի հետ հաստատ կարելի է այդ համեղ գինին վայելել, դուք կարող եք ընտրել կարմիր չոր, թե բրիզ, թե սպիտակ գինի, այնպես որ հաստատ շատ տեղին կլինի։ Շնորհակալ եմ սիրելիս, ահա անձեռոցիկից կարող ես օգտվել։ Ահա, եւ այսպես ես ավելացնում եմ մյուս չափաբաժինը պանրի, սիրելիներս նախընտրեցի լոլիկ էլ այստեղ ավելացնել, որովհետև շատ համեղ կստացվի, ես ինքս լոլիկով պիցանը շատ սիրում եմ, քանի որ ընդհանրապես լոլիկ շատ եմ սիրում, ապա բոլոր թե կերակրատեսակների մեջ եւ թե կարկանդակների պիցաների հետ համադրությունը լոլիկի շատ սիրում եմ։ Ես արդեն չեմ համբերում։ Այո, ես էլ։ Մենք այսօր քաղցած ենք սիրելիներս։ Եվ տեղափոխում ենք ջեռոց։ Այո, ես վրան ավելացնում եմ, ինչպես հեռուստադիտողին ասացի, մենք պետք է դեռ օրեգանո ցանենք, այս համեղ, ուրեմն պիցայի վրա, ես երևի թե ձեռքով կանեմ, որ ավելի այսպես եւ այո, թե ճիշտ լինի, թե տարածվի ամբողջությամբ։ Իհարկե կարելի է փոխարինել նաև ուրցով, ես ուրցով եւս շատ սիրում եմ, այստեղ եղել է առիթ ուրցով ենք պատրաստել, այնպես որ սիրելիներս, եթե ձեռքի տակ օրեգանո չկա, ուրցը տեղին կլինի շատ։ Ահա, պատրաստ է մեր հրաշալի պիցան, մեզ մնում է ուղղակի այսպես գնալ դեպի ջեռոց, այո։ Ահա։ 180 աստիճան։ Անպայման։ Դե իսկ սիրելի հեռուստադիտողներ, մեզ մոտ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը, ունենք հրաշալի հյուրեր, այնպես որ մնացեք առաջին ծրագրի հետ։ Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող, սիրելիներս ողջունում եմ ու ասում եմ, որ ահա մոտեցել է ավարտին մեր հաղորդումը եւ այս պահին խոհանոցային հատվածը կամփոփենք, ես ջեռոցից կհանեմ մեր համեղ պիցան։ Ինչպեսի գեղեցկություն սիրելիներս եւ բույրը այնպես է տարածվել, հավատացնում եմ, որ եթե դուք էլ օրվա ընթացքում փորձեք այս հրաշքը պատրաստել եւ հրամցնել ընտանիքի անդամներին, ապա ձեզնից շատ թե գոհ կլինեն եւ թե շնորհակալ։ Սիրելիներս, պատրաստեք այսպիսի համեղ ուտեստներ, վայելեք եւ իհարկե առողջ մնացեք։ Ամենակարևորը հետևեք ձեր առողջությանը եւ ձեր տրամադրությանը։ Լավ եղեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։